Գրասենյակային այս փոքրիկ տարածքը Շիրակ կենտրոնին հատկացրել է թեմի առաջնորդը, իսկ ներքին հարդարման ու կահավորման աշխատանքներն իրականացվել է հասարակական կազմակերպության միջոցների հաշվին։ Անելիքներ ըստ կենտրոնի ղեկավարի դեռևս կան, օրինակ ժամանակի ընթացքում նիստերի փոքրիկ դահլիճ ստեղծելու անհրաժեշտություն կա։ Ներկաները փոքրիկ գրասենյակում բեղմնավոր աշխատանք ցանկացան հասարակական կազմակերպությանը։ Վահան Թումասյանն իր հերթին նշեց, թե հույս ունի, որ առաջիկայում մյուս ՀԿ-ների համար ևս այս խնդիրը կլուծվի։ Գուցե տեղը առանց փոքր է, բայց մենք աշխատենք շատ մոտ ապագայում ավելացնել է տեղը, մենք առաջիկա մի քանի տարին հաստատ կլինենք այս կենտրոնում։ Դա ասված, որ բոլոր հասարակական կազմակերպությունները, ովքեր չունեն նման պայմաններ, ունենան այդ պայմանները։ Գրասենյակի բացմանը հաջորդեց կլոր սեղան քննարկումը Գյումրիում 2009-2010 թվականներին իրականացված բնակարանաշինության ու բնակվարժման գործընթացներին վերաբերող հարցեր քննարկվեցին։ Ըստ Վահան Թումասյանի, ամբողջ ընթացքում ակնհայտ թերացումների եւ բացթողումների մասին միշտ խոսվել է։ Խնդրին քաջատեղյակ են թե կառավարությունում, թե քաղաքաշինության նախարարությունում։ Անորակ աշխատանքի համար շինարարություն իրականացնող ընկերությունը ներկայումս կրկնակի աշխատանք է տանում։ Կարգադրություն եղել անորակ թերությունները շտկել եւ դա արվելու է կրենդել հիզի ֆինանսական միջոցների հաշվին։ Այսինքն, եթե իրենք թերություններ են այնտեղ տարբեր թերություններ կան, դրանք իրենց միջոցներով են շտկելու։ Ապա Թումասյանը հավելեց, թե շինարարության համար նախատեսված ժամկետները ևս խախտվել են։ Բացի այդ, 1320-ի փոխարեն բնակարանաշինության առաջին փուլով կառուցվել է 1054 բնակարան։ Դրանք պետք է բաշխվեին դեռևս անցած տարվա ավարտին։ Այնինչ վիճակահանության արդյունքում մինչ օրս 300 անօթևան է բնակարան ստացել։ Ներկայումս նախատեսվում է մինչև մայիս ամիս ավարտել բնակբաշխումը։ Ես համոզված եմ, որ այս տեմպերով նույնիսկ մինչև մայիս են խոստացել, որ մայիս ավարտվելու է բնակարանների բաշխումը, նորից կցկցկվի, ոչ թե շինարարության առումով այս անգամ, այլ որ այդ փաստաթղթերը հնարավոր չէ կան ընտանիքի փաստաթղթերը ամբողջացնել։ Գրեթե 4000 ընտանիքից 2200-2500-ի, եթե այս կարգով շարունակեն բաժանել բնակարանները, հնարավոր չէ փաստաթղթերը այդ փաթեթը ստեղծել։ Ըստ բանախոսի բնակարանների բաշխման գործընթացի ձգձգման պատճառ է նաև անօթևանների փաստաթղթային խնդիրները։ Իրավունքների ոտնահարման առումով, որ մարդ, որին բնակարան հասնում է, ինքը դիմել է եւ իրեն բնակարան չեն տալիս, նման դեպք չի եղել։ Իսկ գործընթացի երկարաձգման վերջին պատճառն ըստ Թումասյանի այն է, որ նախագահի հանձնարարականով բնակարաններում ջեռուսման համակարգի անցկացման ու սալիկապատման աշխատանքներն են իրականացվում։ Պետական բյուջեից այդ նպատակով լրացուցիչ միջոցներ են հատկացվել։ Յուրաքանչյուր բնակարանի համար կախված սենյակների քանակից տրամադրվելու է 1200-ից 1800 ամերիկյան դոլար։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։